Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը Կերամա Մարացին հայտարարում է 25-ից 30% զեղչ աշխարհի լավագույնների ցանկում ընդգրկված Հանսա եւ Կլուձի ընկերությունների ամբողջ տեսականու համար։ Հանսա եւ Կլուձի խնայող ծորակները Կերամա Մարացիում 25-ից 30% զեղչով։ Կերամա Մարացի, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Վրամի ձենը, չէ՞։ Ասես միջև վերջ չլսեցիր, հա։ Ուտեմի վրա անջատեց։ Ուտեմի վրա։ Ուտեմ էնենի վրա։ Կոֆետ խմի ու գնա ձերոնց է հաջողարը, որ թվիշքից չուշանաս հանգրց։ Գիտեմ, դե ես էլ տենց եմ սիրում, սոֆային չանեմ։ Ես իրան ուղղակի չեմ կարա սիրեմ, նենց ոնց որ հիմա ինքը կա ներկայացրություն։ Իմ անկման պատճառը ինքն է, հասկանում ես։ Իմ սաղ անհաջողությունների, ձախորդությունների պատճառը ինքն է։ Ալո, ներողություն գծուծիկն է։ Ապեր ես եմ Ջամշոյանը։ Հետո ինչ։ Խոսալու կա, արի խոսանք։ Հա, դուք հիմա որտեղ ես։ Ես մեր ստրեչի խանութների սկիզբն եմ, հələ մի քիչ ժամ ստեղ քնելու եմ կարաս գաս։ Հելա ապեր։ Հա։ Մայմա ինչ անում։ Մխո ջան, կուրբան քեզի։ Ապեր, ես հիմա գնում եմ այդ ձեր առաքիչներից մեկի հետ, ինչ գծուծիկի հետ հանդիպեմ։ Կարաս գաս հետս, հա։ Չի։ Ես հիմա ապեր ասում եմ գրամ ընդ ներվայնանամ տամ մռուտ բանը ջարդեմ տենց զուտ դրա համար, հա, բան չկա։ Մի վախեցի ապեր, ալխային դու ջարդի։ Աստա՞։ Եթե երկին կարաս էլի։ Չէ, այլա խոջան, պրոստը չեմ ուզում կոնֆլիկտ բանալի, գիտես էլի կուրբան քեզի թե չէ։ Չեմ շուշեմ իչեր ընկալքի գիտես։ Շատ բդի սպասեմ, որ խոսաս։ Ասի չխանգարեմ, էլի։ Արդեն խանգարել ես խոսա։ Գծուծիկ ջան, կյանքիդ մեռնեմ, ուրեմն մեր ֆիրմայի կողմից բացիկները պետք է տարվի բաժանվի տարբեր խանութներ։ Այդ խանութներին էլի։ Հիմա ասում այդ խանութներին, որոնք որ դու ես
ապրանք տալիս, այդ խանութների բացիկները կտրվի քեզ, որ դու գնաս, տանես այդ բացիկները բաժանես իրանց, էլի։ Ով տանի։ Հե, ասում եմ, մենակ դու քո խանութները տանես հերիքացավ տան, Ով։ Սաղներ իրանց խանութները տանում են, ես չի որ ասեմ։ Ես տանեմ Ջամշոյան։ Ախր այ ցավը տանեմ, էդի ուրա ախբարի բացիկան նավագոտնի սիրուն զվարթ բացիկա, դե ես իմի շկա ցավը տանեմ։ Կորցրել ես ուղությունդ, արա։ Ակրերը ձերերը հավաքի, հա։ Շողուլի բերեմ քեզ, արա։ Դու արամ դու ես արա բաբուշե։ Ախարալը նստի մաշտնե տարի հետևիցը շուտ արա։ Ու կգամ։ Դու вообще դու իմ հետևից քշի արի օֆիս դավայ։ Ինչ օֆիս արա։ Արի հետևիցը շուտ արա։ Ես ասում եմ դու քշես կգաս օֆիս։ Քշի արի օֆիս հետևից։ Սրանք վերջրու ծանոթացի, թե վաղ ինչ է ստանալու, որ հետո խնդիրներ չառաջանան։ Ապրանքը ստանալուց մեր ֆիրմայից մարդ դեղնի հետս։ Կլինի, բայց դու ես ընդունելու։ Իսկ ինչ է դեղնի, սա ապրանքը պիտի ստանանք, ադի քաշվենք, հա։ Հա։ Մեկ էլ ուշադիր եղի, որ արգղները բացված չլինի։ Իսկ աջախագի կեղնի, որ արգղները բաց կեղնեն։ Չէ։ Այսինքն վստահել պետք չէ։ Վստահիր, բայց ստուգիր։ Ես միշտ պես կենամ, սկզբից լավ կստուգեմ, հետո նոր կվստահեմ։ Դե դու ուժեղ տղա ես։ Դու էլ ես ուժեղ, չնայած քեզի ուժդ կանալ պետք չի գա։ Էլիքսետ, կուզես այսօր միասին ընդմիջման դուրս գանք։ Ինչի։ Այսօր ուրիշ ետ եմ պայմանավորված։ Լավ։ Արևշատյան ջան, ես իմ խոսքի տերն եղա, իրան ինչ պետք էր ասացի։ Արևշատյան ջան, էսով է вообще։ Ինչ ոնց է էսով, այս ինչ։ Մի րոպե, ոնց ով է։ Քո պատասխանատուն է։ Ուրջ եմ ասում սրան սամասուդ եմ անելու ես մի օր։ Հանգիստ խոս այդ տղա։ Ջամշոյան ջան, տղա ջան, մի րոպե դու սարի, քանի չեք տվել իրար ստեղ արունլվի կարել, պատերը մխտրել։ Նոր եմ ռեմոնտը վերջացրել։ Այդ տղա գծուցիկ, ես ոնց ես խոսում պատասխանատուի հետ։ Մի քիչ հարգանք ունես, էլի։ Վայգել ասում է բան պիտի տանես, էս պիտի անես։ Ես էլ հայ փողոցում սրան տփում էի։ Սենց չեն աշխատում, ախպեր ես։ Արա տղա է, ասես տար, դեր տար, չես տանում ունենց արա թե ուրիշ է տանի, բայց սա են նիպրիստիջնի բանը չէ որ սրանից պատմություն ես սարքում, ախպեր ես։ Եթե մի անգամ էլ ես իրան խելոք չպայս տփոց է ուտելու։ Ապեր տփոց ոչ չլի։ Ինձ կասես, ես ինչով պետք է իրան կասեմ։ Դե հիմի գնա, պապային էլ իմ կողմից ջեր բարևի։ Եղավ։ Հա մեկ էլ կասես նոր տարվա համար երշիկ բան չվերցնի, ամեն ինչ կուղարկեմ ես։ Եղավ ախպեր ես։ Դե դավայ գծուտիկ ջան։ Այ քեզ։ Արես ինչ կրակն եմ ինձ սրացել։ Գիշերը մռութը ջարդելու եմ արա։ Չես կարա ապրել։ Տոկ Ջամշոյան արի։ Պարոն Արևշատյան, ախր ես իսու բաբուշ, ես ծխելու եմ բաբուշ։ Դո ես շատ գիտեմ ով է։ Դու գիտես որ ովքեր որ իմ մոտ աշխատում են, դրանց ես եմ ընդունել։ Մաղու ընդունել, պարոն Արևշատյան։ Դե հա, ես եմ ընդունել։ Յա։ Բայց տարբեր ախպերների խաթրը չկոտրելու համար։ Ջամշոյան, բայց դու դրան արխային աշխատացրու։ Գանյա տարա, Ջամշոյան, դուխը չկծես։ Եղավ։ Գնա։ Պինդ։ Կարելի է։ Հենով արա։ Ես եմ Հելմանը։ Արա քեզ չէի ասես կոմերը չերևաս։ Ասել էիք,
Բայց ես ուզում էի ձեզ հետ խոսեի, որ դուք սխալ կարծիք չունենայիք իմ մասին։ Ես խնդրում եմ եւս 1 րոպե տրամադրեք ինձ։ Արես որ բժիշկ եմ առիթից օգտվում ես։ Ես իսկապես հասկացել եմ իմ սխալը, այն ժամանակ մի փոքր տաք էի, դրա համար էի այդպիսի անեթեթ որոշում կայացրել։ Ես այլևս չեմ ուզում իմ սեռը փոխեմ։ Հետ չի երևում։ Չէ, իսկապես։ Չափալախը իրան արեց էլի։ Դե երևի, ստույգ չեմ կարող ասել։ Արա ես որ կարբիտին ասում եմ, չափալախն էլ իր բժշկական հատկությունները ունի, չի հավատում, գիտես։ Համել հումորով եք։ Համել հեսա կարող եմ այդ չանիտ ուտես։ Բայց ինչի։ Որտեվ նորմալ չես խոսում։ Կներեք, խնդրում եմ։ Դե լավ, դավա 7-ը մաքրի ստեղից։ Ծովակ Տիգրանիչ, ես ձեզ մեկ այլ խնդրանք ասեմ, առաջարկ ասեմ։ Խնդրանք, որտեվ դու չես կարող ինձ այնց առաջարկ անես, որ իմ կողմից ընդունելի լինի ջոգիչ։ Լավ, ուրեմն կխնդրեմ։ Դուք կարող եք շրթունքիս վերևի աջ հատվածում փոքրիկ խալ։ Չինեմա պետօֆիսը ինչ տուրիստ չի գա։ Սա այնտեղ խուջուջ է։ Այսօր էլ շեֆը կանչել որ իրար հետ պիտի ճաշենք։ Ինձ այդ ապրանք ստանալու պահը դուր չեկավ։ Ինձերը։ Իսկ չի լինի որ դու չստանաս։ Ինչ է դե ինչ եղքերնի է։ Ասա ես նոր աշխատում չեմ ուզում, տենց ռիսկի դիմեմ։ Աբա այստեղ ես սովորական աշխատող չեմ։ Ադիկ սաղ ստուգեմ նոր կստանա։ Տեխնիկա է, չէ՞։ Հա։ Ասում եմ միջև չիմանանք այդ կազմակերպության տերերը ովքեր են, հաստատ ոչ մի ապրանք չարժի ընդունել։ Հետս կուտես, չէ։ Չէ, ապեր սովաշ եմ։ Քյաբաբա։ Ապեր ասում եմ սովաշ եմ, վայ։ Սոխովա։ Լե թեկուս սոխով։ Կոֆե չայ կխմես։ Չայ։ Ուղղակի մենակ չեմ սիրում ուտել։ Գիտես պես խասյաթես։ Ես ինչ ես նմանը, դրա համար է մեկը երկու չի դառնում։ Ես ինչ ես լսում ապեր։ Չայ չուզեցի ախպեր։ Բայց ես խաշ չի։ Դե մենք դրան չայ ենք ասում էլի։ Հələ կրմիտ ախորպես ինչ կլի նորմալ չայ լից խմեմ էլի։ Արա դե ասա դու ինչ ես հասկանում է, իսկական չայ է հեսա, մի հատ առավոտ քյաբաբի վրից խմում ես ու գնում ես գործի։ Ախպեր արի դու քեզ չայ լցրու, ես գնամ տենամով էլի։ Կարելի է։ Բայց մենք մի գեշ խառն ենք, է։ Հա լավ, ես չեմ խանգարի ձեր քյաբաբ ուտելուն, մխոն որտեղ է։ Քյաբաբնոցում։ Բարև մխո։ Բարև, ես դու Ռուսաստան չթրար։ Չէ, հետաձգվել է գործերի պատճառով։ Մխո կարևոր բան կա խոսալու։ Եկել ես երևի ներողություն խնդրես, հա երեկվա համար։ Ես նենց բան չեմ արել, որ ներողություն խնդրեմ։ Ան չայ կոֆե ինչ կխմես։ Կոֆե։ Մխո, այն վարկը հիշում ես, որ իմ անունով վերցրեցինք։ Հիշում եմ։ Դե շուտ պետք է փակես, որովհետև ես էլ վարկ ունեմ վերցնելու։ Շտապ պետք է։ Շուտ եփ։ Դե այս 2 օրը։ Անուշիկ, այս 2 օրը ես այդքան փողը ոնց եմ փակվում։ Չգիտեմ։ Անուշիկ, դու եկար ինձ ասիր ես ուզում եմ քեզ օգնեմ։ Ես քեզ թույլ տվեցի, որ ինձ օգնես, հիմա եկի ինձ ինչ ես ասում։ Ուրիշ տարբերակ չունեմ, մխո։ Ինա դեսնգ է, հա։ Չէ, խի։ Վաղը չեմ իսօրը կփակես, հա, ամբողջը։ Շնորհակալություն սուրճի համար։ Էլ չես ուզում։ Չէ, ինձ մի բաժակն էլ էր հերիք։ Դե խնդրեմ։ Ես այդ հազարույներ։ Ես այդ փողին ապրանք եմ արի, կարբիտերը, գիտես, ոնց է պիտի փակվել հոնի։ Թարսը էլի արա, իմ մոտ է 100,000-ից ավել փող չկա հիմիկվա դրությամբ։ Ես աղջինյակը արդեն սկսում է չափել անցնել։ Հաոս։
Ճիշտ է, ես Վարուժի շատ կոպտեցի, բայց ես Մեկոյրան շատ եմ սիրում, ու ահա որ կարոտում եմ։ Ես էլ Ռոշտունին եմ կարոտում, ճիշտն ասած։ Ես ընդհանրապես ուզում եմ իր այդ ընկերական շփվեմ, ուրիշ ոչ մի բան։ Բայց իրանք մեզ հետ ուրիշ բանի համար էին շփվում։ Հաս, եթե պետք լինի մենք իրանց ապրանքը լավ կծախենք, մենակ թե իրանց լավ լինի, ու իրանց չկորցնենք, էլի։ Ախր Վարուժը շատ համովն է։ Լսում եմ տղեկ ջան։ Պարոն Արեշատյան ջան, մենք մի հատ մաղթանք ենք մտածել։ Հա, լավն է։ Հա դե ձերին ասացի պես բան ենք մտածել, պարոն Արեշատյան, որ մարդիկ ուզենան մեր ապրանքը առնեն։ Դե դավայ։ Ռիսկով, ավելի ռիսկով։ Ով է հյուր գալիս մեզ ամանորին։ Հա։ Ով է ուրախացնում մեզ ամանորին։ Ավելի պաթետիկ։ Իհարկե երշիկը պատրաստված անարատ մսից, որը կարող եք ձեռք բերել միայն մեզնից։ Ջան, մի անգամ կերեք ու հայել կուտեք։ Տակն էլ կգրվի շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Արա բայց դուք ինչ անհամ մարդիկ եք, արա։ Բայց ինչի բան է, շիցը։ Արա ինչի որն է այդ տղա։ Մի օր գնացել մտածել եք հիմար բան եք ասում, արա։ Հենց վերսուրը։ Բայց սենց ու ռեսկի բացի։ Մերնեմ ձեր ջանին։ Ես ձեզ շատ եմ սիրում, իմ հարազատներ ջան։ Ու եթե նոր տարում իմ արտադրանքը լինի ձեր սեղաներին, ես ինձ հույս կտամ, որ գոնե այդ ձևով մոտ եմ եղել ձեզ։ Ձեր սրտերին, ձեր հոգուն, որովհետև մենք մեր արտադրանքի մեջ սիրտ ու հոգի ենք դնում։ Շնորհավորում եմ ձեր ամանորն ու սուրբ ծնունդը։ Այ էս աշխատող մոմենտ է։ Հասկացաք։ Արա սորեք էլի։ Յա! Ախպերս Մելոս վաղ այդ ապրանքը ստանալու։ Ինչքան եք բարձելու դրա վզել։ Դե մի $10,000 կարգի։ Մեղ չի արա, շատ չի $10,000, մի $5,000 գոնեի չի խճոր։ Չէ հա, Մելոսը վաղը կգնա, կստուգի կտենա ամեն ինչ նորմալ է։ Հաջորդ օրն վրից մի 10,000-ի կտանեն, սաղ ասածը։ Դու կռիս մարդ ես արա։ Բեր լավա, հարուստ կռիս, քանքյասիվ, մայրուց։ Արա, նենց է, որ մենք էլ փող ունենք, բայց մենք այդպես բաներ մեզի թույլ չենք տալի խճոր։ Ասում եմ 10,000-ը շատ է, 5,000-ի չի։ Ապեր 5,000-ի ինչ է։ Մաշնեն կծախի, կբերի վրաս կփակվի։ Իսկ 10,000-ի ընտանիքին էլ հետը դաժե կխառնի։ Խճոր, շատ լուրջ եմ ասում, սրտովս չի ապեր։ Լավ է, ցոգոլովա որ մի հատ դրա խղճում ես։ Որ այդքան իրանից վառված ես։ Բա, գիտի թե իր արածներս դե մոռացվելու է, չկա տենց բան ախպեր։ Ինքս տե է իրան լավ զգացել, ես ինձ քաղաքում եմ լավ զգալու։ Ապշած եմ խճոր, քո նման կենթանի մարդ չկա ապա։ Մելանիա, ես մենակ ապրանք ստանալու չեմ գնա։ Ասացի մենակ չես գնա։ Արջ չկա։ Դուք ուկասել ես առաջի անգամ, ես մի հատ տեսնեմ ինչով այդ ապրանքը կստանաք, ինչով ոնց է, դու ես մենակ կեշտամ։ Դա։ Իդեպ ասեմ, նոր աշխատողներին մենք շուտ ենք վճարում։ Այսօր մտի հաշվապահություն, աշխատավարձիդ մի մասը վերցրու։ Հա? Ոչ մի բան, նորմալ է։ Պայստապետ այսօր ահագին քեզ գոված։ Ասաց, որ բանվորների հետ խոսելուց հետո ահագին խելոքացել են։ Ու ինչի միտիկ ծունձիքս ես։ Ուզում եմ ասեմ, լավ ես աշխատում, ապրես։ Մելանիա։ Հաջան։ Ինչ ես շտում։ Մելանիա, քսես ինձ ով է կանգնած այս ամեն ինչի հետևում։ Ինչի հետևում։ Այս ամեն ինչի։ Չեմ հասկանում հարցը, Էլիքսետ։ Դու շատ լավ կհասկանաս իմ հարցս։ Էլիքսետ, նորից եմ ասում, եթե չես ուզում աշխատես, ասա չեմ ուզում։ Вообще-то չեմ ուզում աշխատեմ, просто ինձ արդեն հետաքրքիր է այս ամեն ինչի վերջը ինչ պետք է եղնի։ Ես կսիրեմ էլի սպես բաներ։ Ինչով է։ Իսկ մի երտամ աշխատավարձ ստանամ։ Ահագին աշխատել եմ իշխորթե։ Չմոռանաս, որ ապրանք ստանալու դու բրի ես։
Պապ, կարանք խոսանք։ Հա, բա ոչ չեն կարող, ցավը տան։ Նստի։ Ասա, կարապս։ Պապ, ես վաղը չեմ մյուս օրը պիտի մխոն բանկում վճարում անի, այն վարկը, որ վերցրել էր է։ Վարկը։ Հա, հիշում եմ։ Էդո տանի փակվի։ Հա, բայց հիմա ինք այդքան գումար չունի։ Իրենչո ջան, բալես, ես եմ այդ վարկը վերցրել, չէ։ Ես եմ գնացել անկապ բիզնեսներ բացել, չէ։ Գնացել դուխովկե քարել, իրան էլ թվացել է, թե պատվերները հեսա ելնելու են իրան ուտեն։ Հապա, բայց օտար մարդ չի։ Հասկացանք, ես ասում եմ օտարա, չէ։ Մխոն օտար չի, մխոն քո աղբերնա, իմ տղենա, մորդ տղենա, հորս թորնա, պապուս պապու ծորնա, վերջապես ապագա վրամիկի հերնա։ Բայց մարդ, մինչև այսօր, էրնել այս տարիքում, եթե մի քայլ անում, պիտի մի փոքր մտածի։ Աղջիկ ջան, իրենչո ջան, քաղցրս, ես կարամ իրա տեղը տանեմ, այդ վարկը փակեմ, բայց ինքը դրանից հետո նորից նույն բանը կկրկնի։ Հասկանում ես, ինձ այսօր ուրիշ մխոյա պետք։ Այսինքն մխոն, եթե ես փակվեցի, ինքը նույնն է մնալու։ Նա չի աճելու։ Իսկ ինձ ավելի աճած, ավելի հասուն, մի խոսքով հասած մխոյա պետք։ Իրեն ջան, բալես, պապայցդ մի նեղացի։ Ահա, դե ինքը ինչ անում է, մեր համար է անում։ Դե, հա։ Բա ապերը ոնց է վարկը փակելու։ Վաղը չեմ այսօր վարկի օրն է, իսկ ինքը գումար չունի։ Ոչինչ, մի բան կմտածենք։ Պապան ահա որ ժլատ է, այդքան ունի, բայց մեկ այլի վախենալով է ծախսում։ Տղես, հանկարծ չխեղճանաս։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդ վարկը փակենք, չենք թողի քո վրա։ Մերժելը, հա։ Բուրս մի պեչի իրեն ասել։ Ոչինչ մխո, ես իմ ոսկե շղթան քեզ կտամ մխո։ Չկա տենց հասկացություն։ Բիզնես է էլի ուզում դնի իբր։ Մխո ջան, պապատ… Ինչ անեմ իմ համար անում, գիտեմ։ Դե ճիշտ է անում մարդ էլի։ Խիբը դիտա որ։ Հետո ինչ որ ես իրա տղայնյակն եմ։ Իրեն, բալես, պապայցդ մի նեղացեք էլի։ Ես էլ աչքից վաղվանից սկսեմ գործման գալ։ Յա։ Մինչև չավարտես ոչ մի աշխատանք, լսեցիր։ Բա որ չաշխատեմ վարձ է սովա տալու։ Այսօր Մելանյանի ասեցի, որ ես ապրանք ստանալու չեմ ստա։ Հետո։ Հետո ինչ ինքը պետք է շտամի ադմ ստանա։ Տեսնեմ որը որից հետո են որ ես կստանամ։ Գոնե տենց։ Աշխատավարձից կեսն է դու ինձեցի։ Հա։ Մարդ չի հասկանում։ Այդ կտում են թե լավ ֆիրմա է։ Դու դե շատ գիտեմ, բայց դե ես իմ ստարախով կեսում եմ։ Սուսոյի հետ ոնց ես։ Ինչ պետք է անեմ, գնացել է հերանցնում։ Ես 1000 տարի մնա չեմ էր դա, որ տնից իրան հետ բերեմ։ Հա բայց լավ չինի գնաս հետը խոսես։ Չէ, թող ինքը հասկանա, ելնի կա։ Օրի մեղավորության բսեղներ, հա, էլի հնարավոր է որ էստայի առնեի կայ, բայց պես ձև չկա։ Ան, իսկ եթե մխոն չկարողանա վաղը չեմ ես օրը վարկը փակի, ասենք հնարավոր չի մի քիչ հետաձգենք։ Չէ, իր չենք կարա, ինձ շատ շտապ մեծ գումար է պետք։ Լավ։ Լավ, իր, ես գնացի։ Ան, երեկվանից հետո կաղա ինչ-որ բան է փոխվել մեր հարաբերություններում։ Չէ, ինչ պիտի փոխվեր որ։ Չգիտեմ, ան, մի տեսակ ես, այն Անուշիկի նման չես։ Իմ ճանաչած Անուշիկը հաստատ սենց չէր վարվի։ Իր, եթե ինձ շտապ փող պետք չլիներ, ես հաստատ սենց չէիր վարվի, հավատա։ Հասկանում եմ։ Գնացի Մարուսի, պակա։ Պակա։ Պակա, վաղը բան կանեմ ես կփակեմ էդ։ Բայց ինձ չես նեղանում, չէ։ Չէ, ինչ կա նեղանալու։ Պրոստը նենց է որ
Շատ հաճախ մեզ թվում է, թե մենք մարդկանց լավ ենք ճանաչում, բայց հետո նենց սյուրպրիզներ են մատուցում այդ մարդիկ, որ զգում են գործքի, չենք էլ ճանաչում։ Դրա համար պետք է զգուշություն ունենալ։ Այո։ Լավ, պակա։ Պակա։ Չպաչես։ Ոնց կուզես։ Շղթան վտանգավոր է։ Ես իմ մատնիկներից կդնեմ։ Հա, ու հենց մեր գրավատաներ կարելի է դնել։ Մեր չէ, ատեսնյակի։ Իսկ ինչը որ ատեսնյակինն է, ես դրա հետ գործ չունեմ էլ։ Ճիշտ է, ուրիշ տեղ կդնենք։ Вообще դուխի ես խառնվե, դու քո տեղը մնա, հա։ Ես հիմով յոլա կգնամ։ Այդ անուշիկն էլ է զարմացնում իր պահվածքով։ Բա ուրասում է ետի չի կարա քեզ ընկերուի էլի։ Իսովա ոսկիներս վեգալ է պենալիս մեջից։ Ջուր, հաստատ ստեղ է պահում։ Հա, վայ։ Ոսկիներն էլ չկան։ Իդա, ատեսնյակը վեգալի պահել է։ Սպասի մի հատ էլ մամայից հարցնեմ։ Կարաս էլ չհարցնես իզուր։ Ախ, բանակ, ցեմ կարոտ է քեզ։ Մա, իմ ու մխոյի ոսկե իրերից տեղյակ ես։ Հա, բալես։ Պապանա վերցրել։ Իրեն ջան, ախր որ հիմի ասեմ, էլի կասես ասում է։ Պապան ինչ որ անում է։ Դա չէ, ախպեր, ինչ նոր տարի է։ Սիրտա մնացել նոր տարի անեմ։ Բա որովհետև որ հիշում եմ, որ մարդիկ կան, նորմալ ընտանիքներ, որ էլեմենտար սեղան չեն կարում գցեն նոր տարվա համար, այդ պահի տակ, որ հիշում եմ, սիրտս ճլվում է։ Դու հասկանում ես, չէ՞ սրտից թրթիռը։ Հա, հələ մի րոպե ապեր։ Լավ, ես քեզ հետո կզանգեմ։ Ասա վրեժ։ Այդ ասում 2 հատ գոջի վեկալ, 3 հատ մեծ խոզի բուտ։ Տղա ջան, 1000 հոգի մարդ է գալու, դասպի ճանապարհ եմ, չէ՞։ Տղա, գոջի չկա, մի հատ պատանի խոզ վեկալ։ Դե դավայ։ Յա, Երենչո ջան, ես ինչ ամ ալես։ Քո նվիրած իրերն են։ Ահա, ես բերել ես, որ վերիշ եմ, հա, որ պապան քեզ ժամանակին ինչ նվերներ ա տվել։ Չէ, վերադարձնում եմ։ Բայց ինչի Երենչո ջան։ Չեմ ուզում։ Չհասկացա, բալես, հլը արի նստի, կարապս։ Չեմ գալիս։ Այ քորա։ Վրամ ջան, ախր ինչի ես այս երեխեքին սենց տանջում, մեղք են էլի այդ տնաշեն։ Չեն հասկանում ու չեն գնահատում։ Բայց ինչը հասկանան, ինչը գնահատեն, որ ես երեխեքի մոտ ժլատ մարդու տպավորություն ես թողել։ Չմերանք ժլատել դարանք էլի։ Դա ինձնից առատաձեռ մարդ կա։ Այ կես ժամ առաջ հորը տուն 10 կիլո են գերմանականից եմ ուղարկել։
Ասեք, աբեր։ Բարիգուն պապի ջան, Ջամշանին կասես կա։ Աբեր, դու ինչ ճանաչում ես։ Չէ։ Բա անունս որտեղից գիտես։ Ես քո անունը չեմ էլ տվել, մեռնեմ քեզ։ Բա իմ անունը պապիկա։ Հա, այդ կտրվածքով։ Աբեր, ինչ ասեմ, ով է հարցնում։ Մենք իրար հետ ենք աշխատում, դու իրան ասես կիմանա։ Եղավ, աբեր։ Աբեր քեզի հարցնող կա դուրս։ Ով եմ։ Աբեր իրեք հոգի ջահել տղա են։ Ասում են իրա հետ ենք աշխատել։ Արագացուց գնա։ Բաս ինչ եմ ասում պապիկ։ Որ հիմա դուս ես գալիս։ Ասում ես իր աղբերն եմ։ Ինչ հարցում եք իրա հետ անձի տվեք։ Հարցերը լուծում ես ճամփուս դնում թողում եք մեն լավ ապի։ Աբեր բայց ես ինչ խոսամ հետ։ Արա գորա բրեկտեր վախտորա պետք է մերկու թատալոշ չապալագի թողեն էտան։ Դու մեծ ես քեզի բան չեն ասի արա պապի։ Լավ էլի թորնիկը։ Հելնեմ քո աշխատողներին ծեծեմ արա։ Պապիկ Qurban քեզի դրանք լավ բանի համար չերեք արա լուրջ եմ ասում եք երեն հետս հաշում մաքրեն արա բայ։ Լավ աբեր ես այս այդ հարցերը կլուծեմ։ Ասի պապի դու սարի ես դրա մոտ կայնած եմ։ Հենց ժոգեմ խփել տոն են տալի նագարանգամ քաշում կծեմ։ Եղավ աբեր։ Все-таки կարողացել կլինիկայում տեղը լիգամ աշխատել։ Ուրեմն դուք ինձ պետք է սովորեցնեք սրա քշելու ձևերը։ Որ ապեր էսա քո համար ավտոմոբիլ չես, հատուկ ձև ունի, չեք քշելու։ Բայց այդ ապրանք ստանալու մոմենտը ոնց է արվում։ Ախպեր ջան, դե անհանգստ ստանալու ոչ մի բան չկա։ Ում հետ աշխատում եք, սաղ մեզ Դավերոնի մարդիկ են։ Թե ինչ-որ խնդիր է առաջանա, մելոն կզանգի այդ հարցին լուծում տա։ Ինչ երկու մտածելով կասկածելի բան կար, նորմալ իսաներ էլի։ Չէ, ոչ մի կասկածելի բան չկար։ Ուրիշ կասկածները մեջնից էլ լակել պրոբլեմ չունես։ Աբրիսկոկ ջան։ Հերիք չի քունգենյակին բերել ես նորմալ գործ չես տալի, նասիլչիկի գործ ես տալի սաղի հետ հավասար, էդի հերիք չի մի հատ արգելափակոսներ ես դնում, հա։ Իսկ ինչ վերաբերում Անուշիկին, ես 100 չէ, 150%-ով գիտեմ, որ ինքը վերջ առաջ իմ հարցնա լինելու։ Դրանում ես չեմ կասկածում։ Չի լինելու։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։